Ուսումնասիրենք պետությունների և նրանց կանոնավորող մարմինների ազդեցությունը կրիպտոարժույթների վրա։ Նպատակը հասկանալ, թե ինչպես են անդրադառնում պետությունները և դրանց կարգավորիչ մարմինները ազդում կրիպտոարժույթների վրա։ Այս դասին մենք իմանալու ենք, թե որոնք են պետական կարգավորող մարմինները, որոնք ազդում են կրիպտոարժույթների գների վրա, վերլուծելու ենք, թե ինչպես կարող ենք օգտագործել պետության ազդեցությունը ձեր առևտրում։ Երկրների նախագահների, ինչպես նաև կենտրոնական բանկերի ղեկավարների հայտարարությունները շուկայում առաջացնում են զգալի արձագանք։ Նման հայտարարություններում շատ հազվադեպ են նշվում կոնկրետ կրիպտոարժույթներ, սովորաբար խոսքը վերաբերում է շուկային ընդհանրապես, իսկ առանձնացվում է հիմնականում միայն բիթքոյնը, սակայն ենթադրվում են նաև մյուս կրիպտոարժույթները։ Ինչի համար է ազդեցություն ունենում երկրների նախագահների կամ նրանց կանոնավորող մարմինների, օրինակ կենտրոնական բանկի նախագահի հայտարարությունները առհասարակ շուկայի վրա, դա նրանով է պայմանավորված, որ շուկայում գործում են մարդիկ և շուկայում առևտուր են անում հենց մարդիկ և մարդկային կապիտալ։ Ցանկացած հաղորդագրություն, որ տարածվում է, հաղորդագրությունը ունենում է հետևանք մարդկանց մոտ հոգեբանական որևէ ազդեցություն, և մարդիկ սկսում են որոշումներ կայացնել։ Կարելի է առանձնացնել պետությունների կողմից կրիպտոարժույթի ճանաչումը որպես ակտիվ և այլն համատեղել պետության գումարի հետ։ Աշխարհի շատ երկրներ ընդունում են օրենքներ, որոնք կարգավորում են կրիպտոարժույթները, կան նույնիսկ երկրներ, որտեղ բիթքոյնը շրջանառվում է պետական դրամի նման և կարելի է օգտագործել խանութում վճարումներ կատարելու կամ հարկեր մուծելու համար։ Մեր հայրենիք Հայաստանում նույնպես Bybit բիրժայի և մեր իդրամի մեջ կա ID բանկի միջև կա պայմանավորվածություն, կա պայմանագիր, ըստ որի ցանկացած տեղ, որտեղ կարելի է վճարումներ կատարել իդրամի QR կոդով, կարելի է նաև վճարումներ կատարել Bybit Pay-ով QR կոդի սկանավորման միջոցով։ Սա նշանակում է, որ կրիպտոարժույթը նաև մեր հայկական իրականությունում է մեծ ճանաչում և տարածում գտնում, ինչը և ազդեցություն է ունենում շուկայի վրա և նաև մարդկանց հետաքրքրվածության վրա այս ոլորտում։ Ինչ արեցինք մենք, իմացանք, թե որոնք են կրիպտոարժույթների վրա ազդող պետական կարգավորիչ մարմինները, վերլուծեցինք ինչպես օգտագործել պետության ազդեցությունը ձեր առևտրում։ Մնացածի մասին կխոսենք հաջորդ վիդեոյի շրջանակներում։